Խոսալցման աշխատանքների վերաբերյալ պարոն Թևոսյան, խնդրեմ ներկայացնեք ինչա արվում, ինչ ծավալ է արվել եւ ինչքան դեռ կա անելու։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, ուրբաթ օրվանից սկսել ենք բուն փոսալցման աշխատանքները, ուրբաթ-շաբաթ Կիրակի օրերի ընթացքում մոտավորապես կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք եւ արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քառակուսի մետրը։ Նաև միաժամանակ արվել է 1000-ից ավել տեղային լուծումներ, այսինքն հրատապ տեղային լուծում ենք տվել 1000-ից ավել փոսերին, ունեցել ենք միայն բարդություն շաբաթօրի եղանակի հետ կապված, այլ դեպքում բարդություն չենք ունեցել։ Իսկ մեր ահազանգերի քանակը հիմնականում քանիսն է։ Մեզ մոտ մեր շինբարեկարգման վարչության տակ գտնվող փողոցների ահազանգը 300 մի քիչ անցավ։ Բայց դեռ չենք նվազեցրել այն փոսերը, որոնք արել ենք ուրբաթ-շաբաթ Կիրակի օրերին զուտ աշխատանք։ Բայց կան փոսեր, որոնք ոչ շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթությունն է։ Միանշանակ բան կա։ Իսկ հիմա Շիրակի փողոցում արվել է աշխատանք։ Շիրակի փողոցում իմանալով արվել է հրատապ լուծման աշխատանքներ, բազմակի փոսերի մասին եք ասում լուկերի, դիտահորերի կողմ։ Պարոն Գաբրելյան, դուք ինչ կասեք։ Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս բային չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից նաև մեր կողմից աշխատանքներ են տարվելու, այդ մեծ փոսերը, որ կա, լսնենք, որպեսզի հետագայում Գաբրելյան, այդ ես ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի, էլի։ Իմաստը որն է իմ 3-4 օր առաջ ասելու, այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կգա կհասնի։ Թույլ կտաք։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, անկեղծ ասած մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացե մեքենաների հետ տարել։ Շատ լավ։ Խնդրում եմ շաբաթվա ընթացքում անընդհատ տեսալուսանկարը հանեք այն ինչ աշխատանք անում եք, ծավալներով, տոկոսայինով օրվա վերջում ես միշտ ստանամ ինչ է կարել, պարոն Թևոսյան։ Ինչքան կա տոկոսայինը, ինչքանն է արվել։ Ինչքանն է հիմնական արվել, ինչքանն է ժամանակավոր լուծում տրվել։